ուզում եմ որպեսի նորից մենք ուշադրություն դարձնենք սրա վրա։ Տերը աշխարհ էր եկել, Աստված մարմնով աշխարհ էր եկել, մարդկության մեջ Տեր Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես որպես մարդ շրջում էր, քարոզում էր երկնքի արքայության ավետարանը, կատարում էր բժշկություններ, հրաշքներ եւ այլն, եւ բնականաբար ակնկալիք կար իր կողմից, որ ընդունվեր մարդկության կողմից։ Դա բաղձալի մի հատ օր էր, որ մարգարեները մարգարեացել էին, եւ այդ մարգարեները միջև Հովանես Մկրտիչ էին մարգարեացել, եւ Հովանեսն ասեց, որ ինձանից հետո եկողը ինձանից զորավոր է, նրան պիտի լսել, եւ հիմա եկել էր, եւ իր ծառայությունը, երբ որ Հիսուսն անում էր երկրի վրա, նա բավարարված չէր իր ծառայության արդյունքով, այն իմաստով բավարարված չէր, որ գրվածն ասում է իրեններին եկավ, բայց իրենները իրեն չընդունեցին։ Մենք էլի բազմաթիվ տեղերում տեսնում ենք Հիսուսի անբավարարվածությունը, անգամ Երուսաղեմի վրա նրա լաց լինելը, երբ որ այդ ժողովուրդը միանշանակ իրենց Մեսիային չընդունեց, որովհետև իրենց մեջ ուրիշ իմիջ ունեին ստեղծած Մեսիայի վերաբերյալ, եւ դա խանգարում էր իրենց, որպեսզի երկնքի արքայության ավետարանը իրենց համար մատչելի, հասկանալի լիներ եւ ընդունեին Հիսուսին։ Կրկնում եմ նորից, որ Հիսուսը բավարարված չէր հրեաներով, որովհետև նրանց կողմից մեծ հաշվով կարելի ասել չընդունվեց։ Եվ ահա Տերը այսպիսի խոսքեր է ասում. բայց ում նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներում նստած իրանց ընկերներին կանչում են եւ ասում. մենք փող փչեցինք ձեզ համար եւ դուք պար չեկաք, մենք ողբացինք ձեզ համար եւ դուք կոց չարիք, որովհետեւ Հովանեսն եկավ, ոչ ուտում էր, ոչ խմում էր, եւ ասում են դև կա նրանում, Մարդի որդին եկավ, ուտում է եւ խմում է, եւ ասում են ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսավորների եւ մեղավորների բարեկամ, եւ իմաստությունն արդարացավ իր որդիներից։ Ինչպես տեսնում եք, Տիրոջ կողմից կարծես ներքուստ վրդովմունք կա, այստեղ արտահայտված։ Ինչու՞մ է արտահայտվում այդ վրդովմունքը։ Տերը նախ այստեղ կարելի ասել նախատում է այդ ազգին, ասում է ում նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներում նստած իրանց ընկերներին կանչում են եւ ասում. մենք փող փչեցինք ձեզ համար եւ դուք պար չեկաք, մենք ողբացինք ձեզ համար եւ դուք կոց չարիք։ Առաջին հայացքից շատ պրիմիտիվ համեմատություն է կարծես։ Հա դե երեխաներ են, խաղում են եւ այդ խաղի process-ում կյանքի որոշակի դրվագներ կարող են իրենք ներկայացնել։ Բայց այս երեխաները նեղացած են այս երեխաները, որովհետև ինչ բան որ արեցին, դիմացիների կողմից ճիշտ չի ընկալվել։ Այսինքն նրանք ուզում էին իրենց արածի արդյունքից ուրախանալ։ Իրենց արդյունքից ուզում էին ուրախանալ։ Եվ Տերը մի տեսակ ասում է, եթե այդ երեխաները ինչ որ մի բաներ որ անում են, դրանցով ուզում էին ուրախանալ, առավել եւս Աստծո գործի մեջ նման մի բան կար, որ մարդուն իրեն մոտեցնելու, իր արժեքները մարդու համար գերագույն արժեք որպեսի դարձներ, Աստված մարդուն մոտեցրեց մի վիճակի, բերեց մի վիճակի, մենք 5 կտականը կարդում ենք եւ նոր կտականն էլ կարդում ենք, մենք տեսնում ենք Աստծո խոսելու կերպերը։ Եվ այդ խոսելու կերպերի մեջ մտնում էր ինչը,
որ օրենքը մի բան էր ասում եւ Աստված այդ օրենքով ուզում էր որպեսզի Իսրայելին իր ներկայությունը բերեր, որպեսզի ինքը Իսրայելի Աստված լիներ եւ Իսրայելը իր ժողովուրդ լինեին, բայց տակավին այդ ժողովուրդը մնաց էլի խոտորնակ։ Հիմա նոր կտակարանյան ժամանակում կարծես թե Տեր Հիսուսը մեկ ուրիշ եղանակով փորձեց հայտնի լինի Իսրայելի մեջ, որովհետև Աստծո խոսքը մեզ ասում է այդ մասին, որ Հիսուսը եկել էր եւ իրեն ինչ անվանեցին, մաքսավորների եւ մեղավորների բարեկամ անվանեցին, եւ ինքն ասում էր, որ ինքն եկել է կորածը փնտրելու եւ փրկելու համար։ Այլ կերպ ասած, մարդը խոսելու տեղ չունի։ Աստված ամեն կերպ, ինչ կերպով, որ մարդուն հասանելի է, իր հայտնությունը բերել է։ Ինչպես Եբրայեցիս թղթում գրված է շատ մասերով, շատ կերպերով Աստված խոսել է, եւ այս խոսքերի մեջ մենք հասկանում ենք, որ մարդուն իրեն քաշելու եւ իրեն ճանաչեցնելու համար Աստված ամեն ինչ արել է։ Ողջ երկրագնդի վրա 8 միլիարդից ավել մարդ է ապրում, այդպես մի մտածեք, որ Աստված իր անձը չի հայտնել իրենց։ Մենք Աստծո խոսքից ամենատարբեր կերպերով տեսնում ենք, թե Աստված ինչպես է բոլոր ազգերի մեջ ինքը ներկա եղել։ Եվ հետո Տերն ասում է, որ այն անունները, այն պիտակավորումները, որ իր հասցեին անում էին, հաճախ նաև դա էր լինում, մի դեպքում խենթ, գժվելա, չգիտեմ, ինչևից է, ինքնակոչա, թե ինչա եւ այլն, Իսրայելը խանգարող է։ Նաև նրան անվանեցին մաքսավորների, մեղավորների բարեկամ, եւ այդպիսին մեղավորի կարգավիճակում դնելով մտածում էին, որ նրա տեղը խաչն է։ Որտեւ Հիսուս Քրիստոսը չի տեղավորվում իրեն սրբության, սուրբ լինելու, մարգարե լինելու այդ կարգավիճակի մեջ չի տեղավորվում։ Սակայն այնուամենայնիվ հետո Տերն ասում է. իմաստությունն արդարացավ իր որդիներից է։ Այսինքն սա նշանակում է, որ այնուամենայնիվ նրանք, որոնք ճանաչվելու համար Աստծո կողմից եւ Աստծուն ճանաչելու, այդ հատվածը, որ իր որդիներն են անվանվում, այդ որդիները Տիրոջ գործը հասկացան։ Միայն այդ որդիները Տիրոջ արած գործը հասկացան։ Եվ այդ հատվածը միայն ճանաչեց Աստծուն եւ նրա գործելավոճը։ Ես ինչ եմ ուզում սրանով ասել։ Մի եզրահանգում անենք ու շարունակենք, անցնենք առաջ։ Տերը ասեց, որ երկնքի արքայությունը ուժով է առնվում։ Եվ այդ ուժով առնվելը, սա նշանակում է, որ Աստված մարդուց ակնկալում է ինչ որ մի այդպես ներդրում ունենա, չասեմ իր փրկվելու համար։ Չէ, պարզապես այդ անձնավորությունը Աստվածճանաչողության մեջ ինքը ուժեղ է գտնվել։ Այդ ուժեղությունն արտահայտվում է սրանում, որ այն ճշմարտությունները, որոնք Աստված բացահայտում է իրեն, ինքը ամուր է բռնում, ինքը պինդ է բռնում, ինքը դրանք ձեռքից բաց չի թողնում, դա իր համար մեծ արժեք է դառնում։ Այսպիսի անձնավորությունը ուժեղ է եւ մեր հոգեվոր պայքարի ամբողջ ընթացքը նպատակն ու նշանակությունը ձեռքից չտալն է այն բաները, որ Աստծուց ունի մարդ։ 13-րդ գլխում 45-ից 46-ում կարդում ենք։ 45-ից 46։ Դարձյալ նման է երկնքի արքայությունը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում, որ մի թանկագին մարգարիտ գտնելով գնաց ամեն ինչ որ ուներ ծախեց եւ առավ նրան։ Այսպիսով
Երկնքի արքայությունը Տերը համեմատեց մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Սովորական մի պատմություն, որ համեմատվում է երկնքի արքայությանը ուսանած կամ երկնքի արքայությունը փնտրող, երկնքի արքայություն մտնել ցանկացողի հետ համեմատվում է։ Ինչպիսին պիտի լինի նա, որ ուզում է երկնքի արքայություն մտնի, այս վաճառական մարդու օրինակով կարծես թե բացահայտում է Տերը։ Այս վաճառական մարդը նպատակի անձ է։ Նա ինչ է հավաքում, նա մարգարիտ է հավաքում։ Նա արժեքավորել է, նա արժեքի ետևից ընկած մեկն է։ Եվ գրվածն ասում է, որ երբ որ ինքը գտնում է մի գեղեցիկ մարգարիտ, որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ուներ, ծախեց եւ առավ նրան։ Սա այդ ուժեղ լինելու հատկանիշներից մեկն է։ Եվ այստեղ տեսնում ենք վաճառականը գործի անցավ։ Առաջինը ինքը հիմա գնորդի դերում չի, դեռևս վաճառելու գործի մեջ է։ Որպեսզի ինքը այդ թանկագին մարգարիտը առնի, համապատասխան գումար է պետք։ Այդ գումարը այնքան շատ մեծ արժեք ունի, որ ստիպված պիտի լինի, որ ինքը գնա, ինչ որ ունի ծախի։ Ինչ որ ունի ինքը պիտի ծախի։ Ինքը պիտի ազատագրվի ամեն նախկին արժեքներից։ Որտև կա մի թանկագին մարգարիտ, որի արժեքը բարձր է այն ամենից, ինչ որ ինքը ունի։ Եվ ես ուզում եմ մի հատ ուստեղ ուշադրություն դարձնենք մի բանի վրա։ Այդ թանկագին մարգարիտը դեռ Իրանը չի։ Իրանը կլինի միայն այն դեպքում, երբ որ ինքը ինչ որ ունի, դրանցից զրկվի եւ հրաժարվի։ Տեսեք, ինքը մինչև այդ ուրախացել էր ինչ որ ուրիշ մարգարիտներով։ Ուրախացել էր, նայել էր, դրել էր սնդուկի մեջ երևի, նորից էր հանել, նորից էր ժամանակ առ ժամանակ հիացել իր ունեցվածքով։ Բայց երբ որ մի ավելի թանկագին մարգարիտ է գտնում, որովհետև մարգարիտների արժեքը գնահատում է, շատ հեշտությամբ է հրաժարվում ինքը այն մնացածից, ինչ որ ինքն ունի։ Հոժարվում է լրիվ վաճառելու, որովհետև իր ուշն ու միտքը դառնում է այդ մեկ թանկագին մարգարիտը։ Հիմա տեսեք, այստեղ չի գրված, որ ինչ որ մի մաս իր մոտ պահեց, այլ ամեն գրված է ինչ որ ուներ ծախեց եւ առավ նրան։ Ինչու՞, որտեղ գնահատեց այդ թանկագին մարգարիտը։ Սա հիմա նման է մեր հոգևոր կյանքին։ Մենք հաճախ ենք խոսում ավելի սրբանալու, մենք հաճախ ենք խոսում Քրիստոսի աշակերտ լինելու, մենք հաճախ ենք խոսում անձուրանալու, խաչն առնելու եւ Քրիստոսի հետևից գնալու եւ այլն։ Սակայն սիրելիներ, սրանք մեխանիկորեն չեն տեղի ունենում։ Այս ամենը ուղեղով ու խելքով չի, որ տեղի է ունենում։ Ուղեղով ու խելքով չի, որ մեր անձը ուրանում ենք եւ երևակայում մեր մեջ, որ խաչել կրեցինք, համաձայնվեցինք տառապել ու նեղություն քաշել հանուն Հիսուսի եւ դարձել ենք Քրիստոսի աշակերտներ, ոչ։ Այս ամենից առաջ նրա ետևից, որ մենք պիտի գնանք, Հիսուս Քրիստոսի Աստծո որդու, նրա արժեքը, նրա ով լինելը մեր համար մենք պիտի բացահայտենք շատ խորը։ Այսօր մարդիկ ուզում են, որպեսզի Տերը իրան սրտի այն ամենախորքում գտնվող ծածուկ գանձերին ձեռք չտա։ Սակայն սա շատ թույլ ճանաչողություն է։ Աստվածճանաչողության ամենաստորին ցածր մակարդակն է։ Իսկ բարձրագույն մակարդակը սա է, որ մարդը երբ որ
ճանաչում է, երբ որ տեսնում է, երբ որ գնահատում է, ով է իր համար Քրիստոս, ինչ է արել իր համար, միայն այդ դեպքում է հնարավոր, որ անձը ուրանա, խաշն առնի և գնա նրա հետևից պրակտիկապես։ Բայց սա կատարվում է մարդու սրտի մեջ, սրտի հոժարությամբ, ավելին, որքան ինքը Քրիստոսի մեծությունն է իր կյանքում ինքը ճանաչել է Քրիստոսին ավելի կարևոր կյանքի իմաստ է դարձնում, այնքան ինքը հեստությամբ է հրաժարվում ինչ որ իրանն է։ Ինչպես ես վաճառականը այդ մարգարիտի արժեքը շատ խորն էր հասկացել ինքը, դրա համար հեշտությամբ ինչ որ ուներ ծախեց լրիվ։ Եվ ուրեմն այստեղ երկնքի արքայություն մտնելու, Աստծուն ճանաչելու, այդ մեծագույն շնորհքն ու արժեքը, որ Աստված ինքը պատրաստ է քեզ ցույց տալու այդ մեծությունը, այդ ամենը ունենալու համար, այդ ամենը հասկանալու համար դու պետք է պատրաստ լինես քո ամեն ինչից հրաժարվելու։ Քո ամեն ինչից հրաժարվելու։ Համեմատության համար մի օրինակ պիտի բերեմ եւ շատ արագ անցնեմ։ Այսօր մարդիկ իրենց աստվածճանաչողության մեջ գնում են ամեն մեկը յուրովի։ Ամեն մեկը յուրովի է գնում։ Սակայն ավետարանը ունի վարդապետություն, ուսմունք, որը ցույց է տալիս այն միակ ճանապարհը, որ Քրիստոսն է եւ որով էլ պիտի բոլորը գնան, եթե ուզում են մտնեն երկինք։ Օրինակ, երբ որ Նիկոդեմոսը խոսեց Հիսուսի հետ, Հիսուսը չասեց Նիկոդեմոս, մենակ քո համար է այս բանը, որ եթե վերստին չծնվես, չես կարող Աստծո արքայությունը տեսնես կամ մտնես։ Տերը ընդհանրացրեց։ Եվ սա մի առանձնահատուկ սպეციფიկ բան չէր, որ դա մենակ Նիկոդեմոսին էր Տերը ուղղում։ Ողջ մարդկությանը, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել, մյուս տեղում ասում է մտնել։ Հիմա Աստված ունի արժեքներ եւ ամենամեծ արժեքը դա իր թանկագին որդին է, Հիսուս Քրիստոսը, Աստծո միածինը։ Դիցուք հիմա այդ թանկագին մարգարիտի պես Տեր Հիսուսը ինքը կա։ Աստծո խոսքն ասում է, որ նրա պատվական արյունով է, թանկագին արյունովն ենք մենք գնվել։ Եվ հանուն նրա, որ մենք այդ արյան արժեքն ու գինը հասկանում ենք, որ գրված է ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք ձեր հայրերից ավանդված ունայն ճամփաներեն, ապա Քրիստոսի պատվական եւ սուրբ անբիծ անարատ արյունով։ Հիմա ես հանուն Քրիստոսի այդ արյան, որը ոսկի արծաթ բան համեմատելու չի դրա հետ, արդյոք ես պատրաստ եմ իմ այն ամենը ինչ որ ես ունեմ, դրանք բոլորը մի կողմ դնեմ եւ հրաժարվեմ դրանցից։ Երկրորդը, որ Տերը ուզում է, որ մենք գնահատենք, Աստված ուզում է, որ մենք գնահատենք, Սուրբ Գիրքն ասում է, որ մենք մեր մեջ ունենք այս հողի անոթների մեջ մենք ունենք գանձ։ Այս գանձն ունենք այս հողի ամանների մեջ եւ դա Սուրբ Հոգին է։ Ցավոք սրտի ճնշող մեծամասնությունը հոգեգահստականների, ովքեր որ խոսում են լեզուներով, խորապես դեռ չեն գիտակցել իրանց մեջ եղող, իրանց մեջ ապրող այդ գանձը։ Չեն գիտակցել նրա արժեքը։ Եվ անգամ, երբ որ խոսում ես այս մասին, որ մենք վերացական միայն այդ տողերը կարդում ենք, որ նա գանձ է մեր մեջ, արդյոք բայց մենք դրանում խորապես համոզվել ենք, թե ուղղակի կարդում ենք վերացական դա հնչում է, չէ որ այս վաճառականը այդ գանձը տեսավ, այդ թանկագին գանձը տեսավ, նրա շողշողալը տեսավ, այդ մարգարիտի տարբեր անկյուններից նայեց նրա ցոլքերը, տեսավ, որ ինքը դա չուներ։ Հիմա մենք Սուրբ Հոգուն չենք կարողանում շոշափել։
տեսանելի չի ինքը, բայց Տերը մի բան ասեց, քամին որտեղից է գալիս, ուր է գնում, չգիտես, բայց նրա վայելքը դու զգում ես, նրա շոշափյունը, այդպես ասած, զգում ես։ Աստծո հոգին, երբ որ մարդուն վերստին ծնունդ էլ տալիս է, ձեզանից ամեն մեկը, որ այդ բերկրանքն ապրել է, նա այսօր էլի նույնն է։ Եվ այդ լեցունության բանը ինքը ձեր մեջ պատրաստ է ձեր մեջ բերելու դա, եթե դու կենտրոնանաս իր գանձ լինելը հասկանալու վրա։ Աստուն սա շատ դուր է գալիս, երբ որ դու մտածում ես այս մասին։ Երրորդը, որ Աստված ուզում է, որ ես ու դու գնահատենք, որ դա իր համար շատ թանկ է, շատ թանկ է, որի համար Եփեսացիս թուղթն ասում է, թե Հիսուս Քրիստոսը իր եկեղեցին, իր արյունովը գնեց, իր եկեղեցին, որ շինում է և դժոխքի դռները չեն կարող հաղթել, դու պետք է գնահատես եկեղեցին որպես Քրիստոսի մարմին, որպես հարսը։ Դու պիտի քո եղբորը քրոջը նայես այդ աչքերով, որպես Աստծո առջև շատ մեծ գանձի։ Ինքդ էլ դրա մեջ լինելով, Աստծո համար արդեն շատ թանկ ես, և քո համար շատ թանկ պիտի լինի քո եղբայրը և քույրը։ Գիտեք, այծերի և ոչխարների տարբերությունը որն է։ Ոչխարը մի կենդանի է, որ միայնակ ինքը չի կարող ապրել։ Միայնակ ինքը չի կարող ապրել։ Նա եթե միայնակ մնաց, հաստատ գայլի բերան անգնելու։ Նա միայն հոտի մեջ է, որ կարող է ունենալով հովիվ պաշտպանության կարիք ունենալով ինքը պաշտպանված լինի։ Ոչխարը եթե հովիվ չունեցավ, ինքն անպաշտպան է։ Ցավոք սրտի այսօր քիչ չեն իրենց Աստծո ոչխարներ անվանողներ, որոնք եկեղեցու կարիքը չեն զգում։ Նրանք ոչխար չեն, նրանք այծեր են։ Միայն ոչխարը հոտի կարիքն է զգում, բայց այծերը երբեք հոտի կարիք չեն զգում, որովհետև նրանք չեն գնահատում այդ հոտը։ Ցավոք նորից եմ կրկնում, այսօր շատ հավատացյալներ կան, որոնց սատանան խաբել է, նրանք իրենց մեջ անարգել են, նրանք իրենց մեջ անարժեք են համարել եկեղեցու ինստիտուտը, կառույցը և իրենց անձնական կյանքը դասավորում են այնպես, կարծես թե իրենք արդեն երկնքում են և ոչ մեկի կարիքը չեն զգում արդեն։ Մեծագույն մոլորությունը այս վերջին օրերի սա է, որ գնալով շատանում է մարդկանց մեջ, ես չեմ խորանա պատճառների մեջ, թե ինչու է այդ ոչխարը այծի վերածվել, ինչպես է եղել, որ ինքն այդպիսի վարդապետություն ընդունել, ոչ ոք չի կարող արդարացնել, որ գայթակղվեց սրանից, նրանից, թողեց այս եկեղեցին, ոչ մեկ իրան պետք չի արդեն, ես ասում եմ, որովհետև այս ձայնագրությունը պիտի լսեն բոլորը, նրանք ովքեր, որ ամենատարբեր շարժառիթներով իրենց ավելի լավն են կարծում իրենց առանձնության մեջ որպես մենակ անձիկ, որ իբրև ունեն ես ու իմ Աստված և այլն, ունեն փրկություն ու վերջ։ Ուրեմն այս երրորդը, քանի որ մենք երկրի վրա ենք, գոնե տեսանելի է։ Եթե այն երկուսը հավատքի հետ կապված հարցեր են, որ որոշները կարող են դժվարանալ, չհասկանալ կամ չափի և այլի մեջ տկար լինի իրենց երևակայությունը կոպիտ ասած, չնայած մենք շեշտը դնում ենք ոչ թե երևակայության վրա այլ հավատքի, ոչ թե երևույթի վրա այլ հավատքով ենք ապրում, գոնե այս երրորդը եկեղեցին, վերաբերմունքը եկեղեցում քո եղբոր քրոջ նկատմամբ, Աստծո նկատմամբ ունեցած վերաբերմունքը արդեն։ Այնքան հեշտ է դառնում արդեն քո համար մնացածը, ոչ մի նեղվածություն չի լինում, ոչ մի դատել բամբասել չի լինում, չես կարող, որովհետև
դա Տիրոջն է, որովհետև դա Տիրոջ մարմինն է, դա իր համար մեծ արժեք է, եւ դու էլ դրանց մեջ ես։ Հետևաբար այն զգացողությունները, այն պատկերացումները, այն ընկալումները, որ ես իմ անձնական կյանքի մեջ իբրև հավատացյալ, իբրև քրիստոնյա, որպես գանձ իմ ընկալումներով աստվածպաշտության իմ երևակայության մեջ կուտակել եմ եւ դրանով ինձ համոզել եմ, որ Տիրոջ առաջ էլ հաճելի եմ, մի հատ զգուշ եղեք եւ քննենք ամեն մեկս մեր անձերը։ Արդյոք մենք ունենք այդ գանձը, որ Աստված տվել է մեզ, այդ գանձերը կամ որ Տերը մարդուն շնորհել է։ Դա իր թանկագին որդիներ իր արյունով, դա իր Սուրբ Հոգին է եւ դա եկեղեցին է, որում այսօր դու գտնվում ես։ Ղուկաս 14:33-ում կարդում ենք այսպիսի տողեր. Այսպես էլ ձեզանից ամեն մեկը, որ իր բոլոր ինչքիցը չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել։ Այսպես էլ ձեզանից ամեն մեկը, որ իր բոլոր ինչքիցը չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել։ Ամեն ինչքից հրաժարվել, բնականաբար Տերը նայում է մեր սրտերին, որովհետև մեր ինչքերը, այսօր ոչ թե մենք արտաքին նյութական բաների մասին ենք խոսում եւ Տերը դա ի նկատի ունի, այլ այն բաները, որոնք մեր սրտերում արժեքներ են։ Ինչպես այդ վաճառականը գնաց ամեն ինչ որ ուներ վաճառեց, որպեսզի այդ հանկագին մարգարիտը գներ։ Մեզանից ամեն մեկը իր ինչքերը ուներ, մինչև Տեր Հիսուս Քրիստոս գանձը իր կյանքի մեջ արժեք ունենալը։ Բայց երբ որ մենք ընդունեցինք մեր Տիրոջը, առաջին մեր գիտակցման մեջ, որ քարոզը հասավ մեզ, ինչպես այստեղ էլ լսում ենք, երկնքի արքայություն, հոգիների փրկություն, հավիտենական կյանք, այս գաղափարները, որ փրկության վարդաբերության մեջ են, մեր սրտերին հասու եղավ եւ մենք դա ցանկացանք ունենալ։ Բայց ես ձեզ պիտի ասեմ, ժամանակի ընթացքում այլևս ոչ թե դու սկսում ես ուրախանալ դրանցով, այլ արդեն քո ուրախությունը դառնում է ինքն անձամբ Քրիստոսը։ Եթե դու Քրիստոսին ճանաչելը քո կյանքի հետագա ընթացքի նպատակը չես դարձնում, հաստատ այն ամենը կորցնելու ես։ Միանշանակ։ Ճիշտ է, որ այն սկզբնական կաթնակերության շրջանում դու բանական անխարդախ կաթը կերար, Քրիստոսի նախնական սորվելիքները սովորեցիր, հասկացար, արեցիր այն ինչ պահանջվում էր փրկության համար եւ այլ եւ այլն։ Սակայն եթե դրանից հետո անձամբ Հիսուս Քրիստոսին ճանաչելը քո կյանքի նպատակը չդարձավ, այն մնացածն էլ անցնելու։ Եվ դրա համար Տերը միշտ ուշադիր նայում է մեր սրտերին, արդյոք այնտեղ մի ժամանակ, որ մենք թողել ենք էսեն եւ այլն, ինչպես գրված է, Աբրահամը երբ որ ուրիշ դուրս եկավ, ասում է ժամանակ ուներ ետ դառնալու։ Ժամանակ ուներ։ Բայց ինքը ետ չդարձավ։ Եվ գրվածն ասում է, եթե մեկը ետ դառնա, իմ հոգին նրան չպետք է հավանի։ Եվ նաեւ չլինենք նրանց նման, որ օրինակը գեշ բերված է, լվացված խոզը էլի ընկավ ցեխի մեջ թավարկելու, շուներ փսխածին եւ այլն։ Ինչի է այդպես լինում։ Որովհետեւ երբ մարդը Քրիստոսին ճանաչելը իր ողջ կյանքի ընթացքի նպատակը չի դարձնում, հաստատ այդ վիճակների մեջ հանգնելու։ Լավ եք սկսելով ձեզ կանգնեցրեց։ Լավ սկսեցիք, բայց ավարտը շատ գեշ ավարտ ունեցաք։
Բանի մը վերջին սկզբին աղեք է գրված արական գրքում։ Հիմա երբ որ մեր կյանքի մեջ մենք ուղղակի իներցիոն ձևով ապրում ենք որպես հավատացյալներ, մենք մոռանում ենք մեր կոչումը որն է։ Ես այսօր ուզում եմ նորից արթնացնել ձեր մեջ այդ գաղափարը, որ սա Քրիստոսի աշակերտների եկեղեցի է։ Իսկ աշակերտը միշտ վարդապետին լսելու եւ ճանաչելու խորը կարիք ու փափագ ունի։ Եվ գիտեք ինչով է այդ բանը երևում առաջինը, Աստծո խոսքի հետ ինչ կապ ունես դու։ Ես չեմ կարողանում հասկանալ մեկին, որ ասում է ես այս 3 օր չեմ կարդացել Սուրբ Գիրք կամ մի շաբաթա չեմ կարդացել Գիրք։ Ես չեմ կարողանում հասկանալ մարդուն, ով որ Քրիստոսին որպես հետևորդ ու աշակերտ է դարձել։ Ես դա ուղղակի չեմ կարողանում հասկանալ։ Ոնց է սա հնարավոր։ Եվ այստեղ ուզում եմ, որ ամեն մեկը քննեք ձեր անձերը, ինչ կապ ունեք դուք Աստծո խոսքի հետ, որովհետև Աստծո խոսքի հետ ունեցած ձեր կապն է որոշում, նպատակը Քրիստոսին ավելի ճանաչելն է, թե չէ։ Մենք չենք կարդում Սուրբ Գիրքը ուղղակի կարդալու համար։ Մենք կարդում ենք Աստծո խոսքը, որովհետև Հիսուսին ճանաչելու կարիքը ունենք։ Հետևաբար Աստված նայում է, որ երբ որ մենք սկսել ենք մեր Աստծո խոսքի հետ մեր մտերմությունը թույլատրել, ուրեմն մեր սրտում ուրիշ ինչքեր են սկսել ավելանալ։ Այն ժամանակ ինչքերից հրաժարվել էր, բայց այդ ինչքերը եկել են կողեր հետ պատտել են ու արդեն քո սրտում բուն են դրել։ Դրա համար դրանցով է տարվել արդեն։ Եբրայեցից 2-րդ գլուխ գնանք եւ լսենք 3-րդ խոսքը։ 2-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ապա մենք ինչպես կպրծնենք, եթե անհոգ լինենք այնպիսի մեծ փրկության համար, որ սկիզբն առավ խոսելու Տերիցը եւ լսողների ձեռովը ձեր միջումը հաստատվեցավ։ Այստեղ խոսքն ասում է, որ երբ որ քարոզչության խոսքը լսեցինք, եւ գրվածն ասում է նրա համար մեզ պետք է առավել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ միգուցե պակասվենք, այսինքն չպակասենք, առաջին խոսքը 2-րդ գլխի։ Եվ հետո հայմատում է այն հրեշտակների ձեռով, որ խոսվել էր Սինա լեռան վրա, որ հաստատվեց ու չի փոխվել։ Ամեն հանցանք աննազանդություն ընդունեց իր արդար պատիժը, ապա մենք ինչպես կպրծնենք, եթե անհոգ լինենք այնպիսի մեծ փրկության համար, որ սկիզբն առավ խոսվելու Տերիցը եւ լսողների ձեռովը ձեր միջում հաստատվեցավ։ Այսինքն անհոգ լինելը ո՞րն է։ Անհոգ լինելը սա է։ Ջրով մկրտվել եմ, Սուրբ Հոգով մկրտվել եմ, Գանձի որոշակի գնահատական ունեմ իմ մեջ Տեր Հիսուս անձի, եւ դա ինձ բավարար է։ Հիմա մարդը արդեն մտածում է, որ արդեն փրկված է, իր անունը կյանքի գրքի մեջ գրված է եւ այլն, սակայն աստվածաշնչության մեջ Քրիստոսին ճանաչելը իր նպատակը որ չի դարել, նորից եմ կրկնում, իր սրտի մեջ ուրիշ նպատակներ ա եկեն, ինքը դրանցով ապրում է, անհոգ է արդեն աստվածաշնչության մեջ, որտեղ դա արդեն համարում է իր համար վերջացած, կատարված, վերջացած փաստ, այլևս ինքը իրան չի նեղություն տալիս եւ որևէ, ասենք, խնդիր ինքը չի տեսնում։ Ավետարաններ կարդացել է մի անգամ, գուցե հերիք է կամ քանի անգամներ եւ այլն, էլ արդեն աստվածպաշտությունը իրան քիչ է հետաքրքրում։ Առակած գրքի առաջի գլխի 32-րդ խոսքը հենց այդպես էլ ասում է, երբ որ մարդը արդեն անհոգ է իր աղոթքի, իր Սուրբ Գիրք կարդալու մեջ, աստվածաշնչողության մեջ, այո, Սուրբ Գիրքը միանշանակ այդպիսի անձին կարող է ասել, անհոգության մեջ գտնվող անձին, ոչ միայն հայտնության գիրքն ասում է, որ այդ անձը կարող է գաղջ վիճակում է այսօր, որ Տերն ասում է դուրս փսխելու վրա եմ քեզ։ 1:32 առակած գրքում գրված է, որ այսպիսի անձնավորությունը հայմատվում է իսկապես անմիտի, որովհետև անմիտների խոտորումը նրանց պիտի սպանե
եւ հիմարների անհոգությունը պիտի կորցնե նրանց։ Մեր կյանքը կարճ է, բայց մարդը անհոգ է ապրում երկնքի համար։ Ամեն վարկյանը գնահատել է պետք։ Ամեն շնչելն ու արտաշնչելը հենց այնպես չի տրված, Աստված ինքը կամենում է, որ սիրտդ բաբախում է, բայց մի օր կանգ է առնելու։ Բայց այս ժամանակը քեզ տրված է ու դու որ անհոգ չլինես, ապա ինչպես պիտի մենք ասում լինենք, եթե անհոգ գտնվենք։ Եսայի 47:8-ում մենք կարդում ենք մի դրվագ, որը շատ ուսանելի է, այսօր ես ուզում եմ մի հատ ընդհանրապես մեր կյանքում մի քիչ ավելի խորքային նայենք ու հարմարված մեր աստվածպաշտության սովորույթներից հրաժարվենք։ Այդ սովորույթներն այնքան գեշ բան են, օրինակ ես համեմատության համար ասեմ ձեզ, 8000 հոգի կանցնի կգնա ասենք քարոզի ընթացքում կամ 1000 հոգի կնայի ասենք իմ կարճ ասենք քարոզը կամ էլ ասենք մյուսը 1400 հոգի էս վերջերս նայեց բան, ես լայքերի կարիք չունեմ, ոչ էլ բլոգեր եմ, ոչ էլ փող եմ աշխատում։ 20 հատ լայք կա ընդամենը, լայքեր էլ չեմ ուզում։ Բայց դա արդեն ցույց է տալիս 1400-ը կանայի, 8000-ը կանայի, թե քանիսը, բայց քանիսն են հետաքրքրված նյութով, դա պարզ ցույց է տալի այս ժողովրդի հետաքրքրասիրությունը։ Այն էլ ասեմ, որ դրանցից շատերն են մտնում տարբեր տեղեր։ Ես դրանց կարող եմ, գիտեք ինչ է հետ համեմատել մեկի հետ, որ ինչ դնես դեմը ինքը ուտում է։ Որտեվ իր քիմքը ոչ քաղցրը գիտի, ոչ դառը գիտի, ոչ մռուն գիտի, ոչ կծուն գիտի։ Այսօր լիքն են այդ հավատացյալները, որ ինչ ասես, դեմները դնես ուտում են։ Բայց ես ուզում եմ իմ լսանը ճշտել եւ գնում եմ այս ճանապարհով ու փառք եմ տալիս Աստծուն, որ այն գանձը, որը մեր առջև բացել է, ես ուզում եմ, որպեսզի նույն գանձը գնահատող անձանց Աստված բերի մեզ հետ հաղորդ անելու։ Եսայի 47:8-ի մեջ նկարագրվածը այսօր շատ հավատացյալների վիճակին կարծես թե հավասարազոր է։ Եվ հիմա լսիր այս, ով հեշտասերդ, որ անհոգությամբ նստել ես, որ սրտիդ մեջ ասում ես, ես եմ, եւ ինձանից ջոկ մեկը չկա։ Հասկանում եք։ Այս հեշտասեր բառը օտար թարգմանության մեջ գրված է, գիտեք, փափկասեր։ Անգլերեն գիտեք հետաքրքիր է pampered է գրված։ Pampered, ես դա նայեցի, որ ավելի խորը հասկանամ ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկը, որ այն որ ասում է բամբակի մեջ է ապրում։ Մի քիչ բան, որ իր կյանքում նես չի լինում, սուք ու շիվանը դնում է։ Որտեվ ինքը սովոր չի ոչ նեղության, ոչ էլ պակասելուն, ինքը միշտ այդ բամբակի մեջ է մեծած։ Ասում է հիմա լսիր, ով է հեշտասերդ, որ անհոգությամբ նստել ես, որ սրտիդ մեջ ասում ես ես եմ եւ ինձանից ջոկ մեկը չկա։ Ո սիրելիներ, այո, կան այսպիսի շատ հավատացյալներ, որովհետև իրանք իրանց ներսում ինքնաբավ այդ վիճակը ապրում են եւ կուրացել են եւ հաճախ նաեւ այդ ինքնաբավ վիճակը, որ գուցե առողջել են, նյութապես են ապահովված, որևէ կարիք չունեն, կամ էլ թեկուզ տապահարվում են եւ այլն, վերեմ, այսպես ասած, ամպերի մեջ են իրենք։ Բայց կգա պահը եւ Տերը իր հետ կխոսի եւ կասի, որ դու հիմա որբևայրի ես նստելու։ Դու որ քեզ այդպեսին էիր կարծում, կգա ժամանակը, որ քիչնես այդ ամպերից եւ ռեալ քո իրական վիճակը կտեսնես, որ Աստվածպաշտությունը դա չի, որ դու այսօր աղոթել ես տվել Աստված, աղոթել ես տվել Աստված, աղոթել ես բժշկել Աստված, աղոթել ես այս բանն ա եղել, այն բանն ա եղել։ Հետո այսօր Տերը ուզում է, որ դու իրան ճանաչես որպես միակ գանձ։ Ոչ թե նրա համար, որ ինքը քո համար բաներ է արել, այլ որ ինքը քո համար խաչն է ելել, մեռել է քո համար, զոհվել է քո համար, որպեսզի դու իր համար ապրես եւ իրան ավելի ճանաչես։
Սուրբ գիքը ասում է ջանք անել, եւ ասում է ջանք արեք, նեղ դռնովը ներս մտեք, հետո կփակվի դուռը, հետո դու կուզես ջանք անես, եւ ասում է շատերը կուզեն ու չեն կրնա հետո։ Այս երանելի օրերն ու ժամերը, որ մենք խաղաղության մեջ դեռևս ունենք, Աստված թող մեզ ողորմություն անի, հարևան երկրում արդեն մահը թակում է ամենքի դռները, եւ Մարգարեն ասում է մահը հասավ մեր դռներն էլ, աշխարհի կերպարանքը լրիվ կտրուկ փոխվելու վրա է, եկեղեցին այսօր դեռեն պատրաստվածությունը, որ պետք է որ ունենա, չունի, որովհետև զբաղված է ուրիշ բաներով, զբաղված է իր երկրավոր կամֆորտով, զբաղված է փիլիսոփայությամբ, զբաղված է իր ներսում եղած պաշտամունքը Աստծո առջև միշտ մատուցելու եւ դրանով բավարարվելու, բայց ոչինչ չլսելով Աստծուց, իր համար եղած գնահատականը չլսելով։ Սակայն սիրներ, մենք կարիք ունենք, որպեսզի, ինչպես ես ասեցի այդ գանձերի մասին, մի հատ լավ քննություն անենք մեր մեջ ու տեսնենք մեր գնահատականները առհասարակ ճիշտ գնահատականներ են, մեր ձեռքի կշերքը ճիշտ կշերք է, արժեքների մեր արժևորումը համաձայն է Աստծո խոսքին, թե ոնց որ իմ ճաշակն է, ոնց որ ես եմ ուզում։ Հիմա պետք է աղոթենք արդեն։